Եթե թույլ տաք հրավիրենք Նարինե Կրոյանին, արձակագիր գրող, տնտեսագիտության թեկնածու մի փոքր հուշանվեր ունի։ Շատ ուրախ եմ, շատ շնորհակալ։ Եթե այսօր մտնեք որևէ գրախանութ Հայաստանում գտնվող եւ ասեք թուրքական գրականություն եմ ուզում, ձեզ ցույց կտամ բավականին ստվար մի հատված, որտեղ թուրքական գրականություն է, հենց Թուրքիայի գրականությունը։ Թուրքական պետությունը ինքը կոնկրետ սուբսիդավորման քաղաքականություն է վարում եւ նաեւ գրանտային քաղաքականություն, կոնկրետ շատ մեծ դրամաշնորհներ է տալիս տարբեր պետությունների հրատարակիչներին, դրանով խրախուսելով իր գրականության եւ ընդհանրապես արվեստի տարածում ամբողջ աշխարհում։ Այդ ոլորտում ձեր անելիքները, եթե Ես ասեմ, մենք շատ լուրջ անելիքներ ունենք։ Առաջերտին ուզում եմ ասեմ, որ դրանով ես անձամբ եմ զբաղվելու։ Կապ չունի ով ինչ նախարար կլինի, չի լինի, բայց դրանով անձամբ զբաղվելու եմ։ Առաջերտին դա ինձ շատ հոգեարազատ է։ Երկրորդը ես մեր երկրի զարգացման պոտենցիալի մեջ մեր մշակույթը եւ մշակույթային օբյեկտները դնում եմ առաջի տեղ։ Քանի որ դուք գիտեք, մենք ծով չունենք, որ կարողանանք աշխարհին գրավենք, բերենք Հայաստան։ Մենք ունենք շատ լավ մշակույթ, մշակութային օբյեկտներ։ Դրա համար կարող եմ նույնիսկ գաղտնիք բացել, դրա մասին չենք խոսել։ Մենք շատ հետաքրքիր նախարարություն ենք ունենալու։ Առաջ երթին սկսվելու է մշակույթի, սփյուռքի եւ туриզմի նախարարություն։ Բացատրեմ ինչի համար ենք դա անում։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր բոլոր մշակութային օբյեկտները։ Հիմա բոլորը սուբսիդավորվում են, մենք դարձնելու ենք լավ փող աշխատող հիմնարկներ։ Մենք ամբողջ աշխարհին հիշեցնելու ենք, որ քրիստոնյա աշխարհի կենտրոնը Հայաստանն է։ Բացարձակ պետական քաղաքականություն չի տարվել, որպեսզի մենք դրանից կարողանանք օգտվենք։ Դուք տեսնում եք Սաուդյան Արաբիան իրենց երկիրը սարքել է ամբողջ մուսուլմանների կենտրոնը։ Առաջի հերթին, որպեսզի մենք չկորցնենք մեր մշակույթի մեջ աշխատող մարդկանց, եթե մեր ծրագիրը նայել եք, մանկավարժներին եւ մշակույթի աշխատող մարդկանց աշխատավարձերը խոստացել ենք 5 տարում 150%-ով բարձրացնել։ Ու դա անելու ենք ոչ թե 5-րդ տարին, համամասնորեն ամեն տարի բարձրացնելու ենք մինչև չդառնա 150%։ Իսկ եթե մենք կարողացանք այդ ժամանակահատվածում անենք ինչը որ պլանավորել ենք, դա ավտոմատ շատ անկամներ է բարձրանալու։ Մենք մեր մշակույթը պետք է բարձրացնենք, որովհետև սրանք ոչնչացրել են մեր էլիտային։ Դուք տեսնում եք, այսքան խնդիրներ ունի երկիրը։ Մեր մշակույթի գործիչները վախեցած, ես վստահ եմ, որ բոլորն են դեմ սրանց, բայց մի հատ ձայն հանող չկա։ Բայց մշակույթի աշխատողները առաջին շարքերում միշտ պետք է լինեն։ Ընդդիմադիր առաջի շարքերում ցանկացած իշխանության, եթե մենք էլ վաղը վատ բան կանենք, առաջին շարքերում պետք է լինեն ուսուցիչները, մշակույթի այսինքն երկրի էլիտան։ Դրա համար մենք ասում ենք, մենք հաղթելու ենք վախը։ Մենք փոփոխություն ենք բերելու։ Մենք համախմբելու ենք մեր ժողովրդին։ Այդ դրա համար ենք ասում։ Մենք միջև այս քայլերը չանենք, մեր հայտարարած ուժեղ Հայաստանը չի լինելու, բայց մեր գեր նպատակը ունենալ ուժեղ Հայաստան։ Չկասկածեք, դա լինելու է առաջին որոշումը, անձամբ եմ ամեն ինչը կազմակերպելու, անձամբ եմ հետևելու, որովհետև ես վստահ եմ, որ
ինձանից բացի չկա այդպիսի հայ մարդ, ով կարողանա սփյուռքը համախմբել Հայաստանի շուրջ։ Դրա համար այդ նախարարությունը ես համարելու եմ իմ գլխավոր ուժը։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։